Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Դաշնության նախագահը շեշտել է, որ միջազգային հանրությունը պետք է միավորի ջանքերը հայոց ցեղասպանության նման ողբերգությունների կրկնությունը թույլ չտալու համար։ Այսօր մենք գլուխ ենք խոնարհում 20-րդ դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկի՝ հայ ժողովրդի ցեղասպանության զոհ դարձած 100 հազարավոր մարդկանց հիշատակի առաջ։ Անպաշտպան ոչ մի մեղք չունեցող մարդկանց նկատմամբ գործված դաժան կոտորածը, որոնք սպանվեցին, վիրավորվեցին, արտաքսվեցին իրենց հայրենի քաղաքներից և գյուղերից, ցնցեց ամբողջ քաղաքակիրթ աշխարհը։ Իսկ դրա աղետալի հետևանքները համոզիչ կերպով ցույց տվեցին, թե դեպի ուր է տանում կրոնական թշնամանքի, ազգայնականության և այլատյացության բորբոքումը, նշել է Կրեմլի ղեկավարը։ Մեր երկրի դիրքորոշումը այս հարցում միշտ անփոփոխ է եղել։ Այն արդեն 1915 թվականի մայիսին արտացոլվել է Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ հռչակագրում, որը դատապարտում էր հայ ժողովրդի նկատմամբ բռնությունը որպես հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ։ Իսկ պատմության նոր փուլում 1995 թվականի ապրիլի 14-ին ընդունված Պետդումայի հայտարարության մեջ։ Համոզված ենք, որ զանգվածային ոչնչացման և մարդկանց ազգային հատկանիշով արտաքսման քաղաքականությանը ոչ մի արդարացում չկա և չի կարող լինել, և միջազգային հանրությունը պետք է միավորի ջանքերը, որպեսզի նման վայրագություն երբեք և ոչ մի տեղ չկրկնվի։ Այդ տարիների հետապնդումներն ու ռեպրեսիաները դարձան չբուժվող վերք շատ սերունդների հայերի համար, սակայն վերապրած դժբախտությունը միավորեց մարդկանց, որոնք ցույց տվեցին ավանդույթներին հաստատուն նվիրվածություն, իմաստություն և քաջություն։ Համոզված եմ, որ առաջիկայում էլ Հայաստանի որդիներն ու դուստրերը կպահպանեն ազգային ինքնատիպությունը, հազարամյա մշակույթը, լեզուն, ազատությունը և հոգևոր արժեքները։